Վայ երեխեք ջան, մի քիչ լուր կմնաք, այսօր գլուխս մի փոքր ցավում է։ Արի դասդ պատասխանի Սուսանին։ Բայց ես ինչ եմ արել։ Բայց աղջիկ ջան, դասը ընթանում, ասում եմ արի դասդ Բայց պատասխան։ Սուսաննային ասեցի, որ դասը որն է, ինքը ասեց գլուխ 17։ Ես գլուխ 17 չեմ ասել իրան։ Լավ, քանի որ հələ լսեք երեխեք, քանի որ ծրագրով մենք մի քիչ առաջ ենք, եկեք ձեզ մի հետաքրքիր պատմություն պատմեմ, այն կյանքից չեն լսում, չեն պատմում։ Ավելի պատմել չեն խոսա։ Շատ է շատ քիչ։ Երեխեք վերցուց կմնանք ձեն չեն քանի, երեխեք սուս։ Գորացեք սուս։ Պատմեմ, Լիանա ջան, պատմեմ։ Ուրեմն 2001 թվականն էր, ամուսնուս հանդիպեցի, որ ասում եմ օբսեսիվ մտքեր, դու համակրում ես տվյալ անձնավորության։ Իտալիայում էի, այդպես հանգստանում էի, այն ժամանակ ահագին ես այդպես։ Իտալիայում եղել եմ։ Այն ժամ տեղափոխվեցի Մասիվ, այտենց այդտեղ։ Թող դաս հարցնի, ես ուզում եմ դաս պատմել։ Լավ երեխեք, ճիշտ եք ասում, դասը հարցնեմ, արի։ Ավարտվեց։ Ասում եմ երեխայք, ֆիզկուլտուրայից են եկել։ Ջանցեր հետ հաշվի նստեմ, մեծը մեծի հետ։ Շատ լավ, ես շատ ընկերական եմ։ Հա, ոչ մի ուսուցչուհի սենց չի։ Հիշում եք, որ անցած դասին ասում էի պրոյեկտորս բերեմ, նստենք, բան, չէ, չենք նայելու երեխեք ջան, վերջ։ Չէ,